Արեն ասել էր, որ ոնց որ խաղաբարը սխալ եմ ասում, բայց այս փորձառությունները ձեր, բայց շատ չեմ, որ գցեն։ Ես առաջի հարցին երևի դուք ուշ եկաք, դրա մասին խոսեցի։ Ես պատշաճության քրեական դատավարության շրջանակներում պատշաճության խնդիր չունեմ լուծելու։ Ես երբ որ այս փորձառությունները նշանակել եմ եւ ստացել եմ, դրա նպատակը որևէ եղանակով որպես ապացույց այն քրեական գործին կամ վարույթին չի վերաբերում։ Ես բացարձակ ցանկություն չունեմ իրենց ներկայացնելու մի բան, որն իրենք պիտի արած լինեին, բայց մինչև հիմա չեն արել։ Ես ինձ սկզբից ասեցի, այս գործով մենք փաստացի, Արշակ Սրբազանը փաստացի դժողի կարգավիճակ ունի։ Եվ հետևաբար մենք որևէ մեկին արդարացնելու միտում չպիտի ունենանք այս փորձառություններով։ Պարոն Բաբան, լավ, գործը հարուցվել է, որպեսզի պարզվի, ով կամ ովքեր են այդ տեսանյութը տարածել, խախտել մարդու ընտանեկան։ Այո, ովքեր են խախտել ընտանեկան ներողություն, անձնական եւ ընտանեկան գաղտնիքի այդ արգելքը, ովքեր են խախտել այս միջոցով։ Մենք պնդում ենք, որ անձնական եւ ընտանեկան գաղտնիքի խախտում տեղի չի ունեցել, որովհետեւ այդ իրադարձությունները չեն եղել։ Դրանք չկան իրականության մեջ, դրանք կեղծ են։ Քննչականը չպետք է քննի բազելու, թե ամեն դեպքում ովքեր են փորձել մարդու բարի համբավը արատավորել, տարածելով նման տեսանյութ։ Քննչականը դա պիտի շատ վաղուց սկսեր, որի վերաբերյալ Արշակ Սրբազանն իր ցուցմունքում նաև ասել է, որ թեև այդ հոդվածի իմաստով ես ուժով չեմ, որովհետև անձնական կյանքի կամ ընտանեկան գաղտնիքի բան չի եղել, հա, բացահայտում չի եղել, բայց իմ նկատմամբ իրականացվել է ատելության տարածում, սերմանում, եկեղեցու նկատմամբ այս կեղծիքի միջոցով, հետևաբար այո, հորդորել է, որպեսզի այդ ուղղությամբ քննություն իրականացվի։ Ես տեղեկություն չունեմ, եթե լիներ, կարծում եմ իրենք հայտարարեն։ Անվավարան հստակեցման նպատակով քննչական կոմիտեի փորձագետն է եղել, փորձագիտական եզրակացություն տվող, որտեղ արտապատվիրատվել է ծառայություն։ Պարզ չի, պարզ ասեմ, պարզ չի, չգիտենք ում մասն։ Անուն ազգանուն ունենք, բայց ոչ գիտենք որտեղ ինչ կրթություն ունի, որտեղ աշխատում, որևէ տվյալ չկա, մինչդեռ սովորակ իրական փորձաքննություններում այդ բոլոր տվյալները պետք է լինեին։ Ուղղակի անուն ազգանուն։ Պատմիչ եք պատրաստվում անել հաջորդիվ, եւ դատավարական երաշխիքներով չի ձեռք բերել, եւ այլացիկ չեք պատրաստվում բացել գործին, բայց հաջորդի ձեր քայլերի որոնք են դեր, եթե ստանանք եւս 10 փորձաքննության եզրակացություն, ինչ եք անելու։ Այս առումով, տեսագրության առումով, մենք այլևս անելիք չունենք։ Այս պահից նույնիսկ համարում եմ փակված այս թեման, մասնավորապես տեսագրության մասով։ Մենք հաստատեցինք, որ տեսագրությունը իրականության հետ կապ չունի։ Մենք հաստատեցինք Արշակ Սրբազանի պնդումը, որ այդ տեսագրությունում ինքը գոյություն չունի։ Մնացածը արդեն ասել ենք սկզբից ցուցմունքով, հիմա էլ ասեցի հայտարարությամբ, դա արդեն քննչական կոմիտեի անելիքն է, որպեսզի բացահայտի կեղծարարին, բացահայտի դրա նպատակները եւ վերջնական գնահատական տա։ Այս իմաստով չգիտեմ, վստահ չեմ որ կբացահայտի, կասեն կեցեք, բայց չգիտեմ։ Իրեն շահագրգռվածությանը հետևելով կարող են վստահ պնդել, որ չէ, որովհետև փոխարենը այդ ուղղությամբ իրականացնի քննություն, ինքը ամեն անգամ հայտարարում է, որ արդեն հաստատվել է եւ վերջ։ Պարզ է, չէ, որ եթե իրենք պնդում են, որ արդեն հաստատվել է, որ այդ անձը Արշակ Սրբազանն է, ուրեմն այն ուղղությամբ բացարձակ գործողություն չեն արել։ Շահագրգռված, որ անկատ ասի, որ կա մի եզրակացություն, որը ասել է, որ նա է եւ ուղղությունը տանում են միայն անձնական կյանքի իրավունքի։ Ես կարծում եմ շատ բարձ քաղաքական դրդապատճառները, որովհետեւ այս քրեական վարույթները այդ թվում եւ հիմա այն քրեական վարույթը, որով այս պայն կալանքում է գտնվում Արշակ Սրբազանը, արդարադատության եւ քրեական իրավունքի հետ որևէ աղերս առնչություն չունեն։ Սա նպատակը Արշակ Սրբազանին վնասելն է, վարկաբեկելն է, անազատության մեջ պահելն է, ինչ իրականացնում է։ Պարոն Բաբայան, տեսանյութում քանի որ երկու անձ է երևում, ենթադրվում է, որ պետք է բացի նաև մյուս անձի ինքնությունը հասկանալու համար արդյոք նա այս գործով դժոխ է, թե ոչ եւ ինչ դիրքորոշում ընդունում է, որ ինքն է տեսանյութում, թե չէ։ Ձեզ հայտնի է, թե այս ուղղությամբ ինչ արվել, այսինքն բարձելու համար տեսանյութում արկա երկրորդ անձի ինքնությունը եւ նրան կարգավիճակ տալու եւ այսինքն այսին փորձաքննությունը արվել է նաև բարձելու համար ով է երկրորդ անձը։ Եվ նաև Ուրեմն իմ ներկայացրած փորձաքննությունները ցույց տվեցին, որ անձանց նույնականացում հնարավոր չի անել։ Հիմա եթե որևէ անձի, ես հասկանում եմ հարցի էությունը, հասկանում եմ, պատասխանեմ, թե այլ անձի կամ տեսագրության մեջ ենթադրյալ անձի, հա, որ կեղծ տեսագրության մեջ
հարցաքննել են թե չէ, ես չունեմ այդպիսի տեղեկություն, ունենալու դեպքում էլ իրավունք չի ունենալ հայտնելու, որովհետև այնտեղ նախքննական գաղտնի։ Բայց պնդում եմ, որ ենթադրյալ այն անձին, որոնց անունները կարող էին շրջանառվել, բոլորը միանշանակ հենց սկզբից էլ պնդել են, որ տեսագրությունները իրականության հետ կապ չունեն, դրանք կեղծված են, ինչն էլ այսօր հաստատվեց։ Ձեզ վերաշկի առաջ հաստատեցի փորձաքննություններով։ Պրակտիկայով հենց այս գործով ցույց է տվել, որ դա նախաքննական գաղտնիքն քննչական կոմիտեների հրապարակել տեսանյութով է, եւ այդ ինֆորմացիան կարծում եմ դուք պաշտպանված չեք հայտնել, եւ այդ արժանացը Նախաբանը շատ է դրանից, բայց նախաբանին արձագանք եմ։ Եթե մի անձի վերաբերյալ ներողություն, լավ։ Պարոն Բաբայան, երկու փորձաքննության, երկու երկրից փորձաքննության պատասխան 3 սպասում եք, թե հա, սպասում եմ եւս երկուսին, այո։ Երկուսին, որ երկրներից է։ Չեմ ասում։ Կարող է Ռուսաստան, Սերբիա, մյուսը Չեռնագորիա, ասենք քննչական կոմիտեի համար, դա ասենք Ռուսաստանը մեր համար Ես հասկացա, այս փորձաքննությունները քննչական կոմիտեի համար չեն, որ մենք էլ ակնկալենք իրենց դիրքորոշումը կա կարծիքը։ Իրենց բավարար չի, դա իրենց խնդիրն է։ Մեզ բացարձակ չի հետաքրքրում այդ հարցը։ Մենք փորձաքննությունները արել ենք հաստատելու համար Արշակ Սրբազանի պնդումը հանրությանը ներկայացնելու համար, հանրային դատարանում հանդես գալու համար։ Քննչական կոմիտեի կարծիքը այս առումով մեզ հետաքրքիր չի եւ մենք չենք էլ ուղարկելու քննչական կոմիտեին, որտեղ իմաստ չունի։ Չեմ ասի, կգաք ասեմ։ Իսկ ինչ փուլում է հիմա այն քրեական բարիքը, որով Արշակ Սրբազանը կանոնավոր Նախաքննության փուլում իր մասնակցությամբ որևէ քննչական կամ հարյուրային գործողություններ չի իրականացվել, մի անգամ երկարացվել է դատական կալանքը, որը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, հիմա սպասում ենք վերաքննիչ դատարանում ում կմակագրվի, ասեմ, որ մինչև երեկվա տվյալներով Առաջինացյանի դատարանը, մասնավորապես Ֆարխոյանի կազմը դեռևս նյութերը գործի չէր ուղարկել վերաքննիչ դատարան, որպեսզի վերաքննիչ դատարանը հնարավորություն ունենա աշխատակազմը հնարավորություն ունենա մակագրումն իրականացնել։ Պարոն Բաբայան, եւ հիշեցի հաստատանը։ Այո, քննչական կոմիտեն ասում է, որ ձեր փորձաքննությունները հավիքի ամբողջական նյութերի ուսումնասիրության հիման վրա չեն արված, ըստեյության ուզում էի հասկանալ դուք եւ քննչական կոմիտեն նույն ելակետային տվյալներն եք փորձագետներին տվել, որպեսզի եզրակացություն տան, թե ինչ որ բան կա, որը Ինձ հետաքրքիր չի քննչական կոմիտեն ինչա նախ չի տվել, ներողություն, հարցին պատասխանում եմ, հա։ Քննչական կոմիտեն տվել է հայտնի տեսագրությունը, որտեղից որ հանել են այդ ինձ ցույց տվածը, հա, այս եղել է տվածը։ Ես տվել եմ բոլոր տեսագրությունները եւ խնդրել եմ տեսագրությունների վերաբերյալ փորձաքննություն։ Ելակետային տվյալները իմ հենց իրենք բաներն են, տեսագրություններն են։ Դրանք Այո, որտեղ ուրիշ տվյալ իրականում իմաստ չկա, որովհետեւ իրական տեխնիկական փորձաքննություն է սա։ Տեսաձայնագրային, որպեսզի պարզվի սա իրականության համապատասխանում է, թե չէ, որևէ անձի ցուցմունք պետք չի։ Որովհետեւ եթե օրինակ բարոյթի նյութերում ունենան Իդեպ շնորհավորում եմ փաստաբանական ակադեմիայի ընդունվել, հա, դրա համար ավելի լավ կհասկանաք։ Եթե անգամ լինեին տվյալներ, ցուցմունքներ, որ ինչ որ մարդիկ ասում են մենք մեր աչքով տեսել ենք դա, միևնույնն է, փորձաքննությունը դրա հետ առնչություն չունի, որովհետև փորձաքննությունը շատ կոնկրետ, տեխնիկական, խորը մասնագիտական հարց է լուծում։ Այս վիդեոն իրականությունում եղել է թե չի եղել։ Հիմա ով ինչ ուզում ասի, ինչ տվյալ ուզում լինի։ Մարդիկ ասում են, որ տեսագրությունը կեղծիք է, ստեղծված է արհեստական բանականության օգտագործման ծրագրերի միջոցով։ Խնդրեմ միկրոֆոնը։ Պարոն Բաբայան, հարցս նորից կալանքի վերաբերյալ է, ինչ է պատճառը, որ Արշակ Սրբազանը դեռ շարունակում է մնալ կալանքի տակ, հաշվի առնելով այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը նախորդական հունիսից կարծես թիրախավորել էր Սրբազանի կապը, ինչ որ առումով նաև վախենում է նրանից։ Ես չգիտեմ, վախերի մասին չեմ ուզում խոսեմ։ Ինչն է պատճառը, պատճառն այն է, որ քաղաքական իշխանությունը չի ուզում, որ Արշակ Սրբազանը լինի ազատության մեջ։ Ինչի համար են այդպես անում։ Գիտեք, կարող ենք վերլուծություններ տրամաբանական ինչ-որ բաների փորձել գալ։ Չգիտեմ, իմ կարծիքով ոնց որ այստեղ ինչ-որ անձնական վրեժխնդրություն լինի։ Եթե մի քիչ ուրիշ հարաբերություն ունենար, կարող եմ մտածել նույնիսկ խանդի հարցեր կան։ Արդեն չես հասկանում, թե ինչ է կասում։ Որովհետև 18 թվականի գործով հիմա ինչ-որ վերակենդանացնել, բերել, հնարել մի մեղադրանք եւ այդ առումով կալանքի տանել, վերել թմրամիջոցի իրացում, դրա մասին եմ շատ խոսել, թմրամիջոցի
իրացման նպատակով շրջանառություն հոդվածը ընդհանրապես տեղանություն չունի եւ այլն։ Ինչ ասես կարա լինի։ Կներեք ապացույց որ ասում են հնարավոր է կորել կա, թե չկա։ Քննիչը ինձ հայտնել է եւ թույլատրել է որպեսզի դրա մասին հայտարարեմ, դեռ նախորդ անգամ էլ եմ ասել, որ ինքը զարմացած է թե որտեղից է այդ ինֆորմացիան։ Սկզբից ասեց զարմացած եմ թե որտեղից է այդ ինֆորմացիան, հետո ասեց չէ, ոչինչ բան չի կորել։ Այդ կողմ հարց ունենք։ Պարոն Բաբյան, տեսանից եւ արդեն դերունեցած վերլուծությունները, որ առանձնապես տեխնիկական բարդություն ներկայացում է մասնագիտական մեթոդներ, որպեսզի տեսնել այդ փորձակնություն արվել, այն բանակային ներկայացում դաշտ վերաբերում աշակերտականի կամ որևէ հոգեորականի այն սորական Հասկացա հարցը, ճիշտ ասած ես դրա մասնագետը չեմ կարող պնդել հնարավոր է մեր մոտ դա անել թե ոչ, բայց կարծում եմ գոնե փորձ հնարավոր է անել, նշանակել թող փորձագետն ասել որ չէ։ Ինքնին այն հանգամանքը, որ անգամ այդպիսի փորձակնություն չի նշանակվել, ես ունեմ դրա մասին պաշտոնական հաստատում որ չի նշանակվել։ Երբ որ հարցում եմ իրականացել երկրորդ փորձակնություն կա թե չէ, ասել են չկա։ Ինքնին որ չի նշանակվել, վկայում է իմ համոզմամբ այն մասին, որ քննչական կոմիտեում լավ էլ գիտեն, որ այդ տեսագրությունները կեղծ են։ Ինչու այստեղ չարեցիք այդ փորձակնությունը։ Որովհետև այստեղ մենք փորձակնությունների այդ բանա ՊՕԱԿ-ը եւ մյուս կազմակերպությունները, երկու կազմակերպությունը, եթե չեմ սխալվում, մեր փաստաբանական փորձից ելնելով նրանք առանձին պատվերներ չեն ընդունում։ Ասում են ծանրաբեռնվածությունը շա եղել է, որտեղ ես այլ քրեական վարույթներով անհրաժեշտություն եմ ունեցել տեսագրության որոշակի դատատեսազայնագրային փորձակնություններ անելու չեն ընդունում, թեև քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս, բայց չեն ընդունում, ասում են մենք ժամանակ չունենք, պետական պատվերները շատ են։ Ենթադրյալ քերակի ուժով է այս գործը։ Չհասկացա։ Քերակի որի մասին խոսվում է, ուժով է այս գործով։ Ես ներկայացնում եմ Արշակ Սրբազանին, Արշակ Սրբազանը փաստացի տուժել է այն արարքից, որը քիչ առաջ ես ներկայացրեցի։ Եվ դրա եւ Արշակ Սրբազանը տուժող չէ ճանաչվել, որովհետեւ այն պնդում է, որ իրենք են անում, մենք այդ պնդումով տուժող Արշակ Սրբազան իրեն այո, տուժող իրեն ներողություն վերջացնեմ, ինքը իրեն տուժող չի համարում այն հոդվածով, որով որ իրական բարոյթը իրականացում է։ Հետևաբար, տեսագրությունները կեղծ են եւ ցանկացած անձի, որ կվերագրվի այդ տեսագրությունների բովանդակությունը, նույնպես իմ համոզմամբ փաստացի տուժում է։ Ներողություն, այս կողմ հարց ունենք։ Ներողություն, իսկապես որ վկայի կարգավիճակ։ Ուղղակի փաստացի ինքը տուժել է այն իրադարձություններից, որի մասին եւ ինքն է ցույցով ասել եւ ես էլ քիչ առաջ հայտարարեցի։ Պարոն Բաբյան, բայց մենք Արշակ Սրբազանը իրեն տուժող չի համարում եւ տուժող չի։ Բարոյթ իրականացնող մարմնի համար անձի իրեն տուժող համարել չհամարելը կարծես թե պիտի էական նշանակություն չունենա, չէ՞, եթե անձը հանցագործությունից այսինքն ոնց ունի, անձը չի համարում իրեն տուժող, բայց հաստատի տուժել է, այսինքն պետք է առաջնորդվենք անձի ցանկությամբ դիրքորոշմամբ բացառապես։ Տեսեք, հաշվի առնելով պնդումը, որ տեսագրությունները կեղծ են, հետևաբար ուղղակի տուժող ճանաչելու դեպքում մեծ սխալ թույլ կտային, որովհետև կստացվեր, որ մեր տված պնդմանը իրենք չեն հավատում, ինչ իրավունքը չունեն, եւ մեր պնդումը, որ պետք է քննություն իրականացնենք այս ուղղությամբ, եւս մեկ անգամ կհաստատվեր, որ իրենք չեն ուզում իրականացնել։ Դա է պատճառը, որ տուժող չեն ճանաչել։ Եվ նաև այն որոնք ես նորից հիշեցնեմ։ Ներողություն վերջացնեմ, երբ որ պատասխանում են եւ հրապարակել են եւ ասում են, որ երբ որ ես ասում եմ, որ տուժող չի ճանաչում, նկատի ունեմ այն հոդվածով, ինչով այո, այդ հոդվածով տուժող չի ճանաչում։ Հիմա իրենք բերել են փորձակնություն, ասում են, որ այս երկու լուսանկարների համադրությունից կարելի է եզրակացնել, որ անձինք նույնն են։ Մենք էլ ասում ենք, որ կարելի եւ չի եզրակացնել, բայց կան արդեն պնդումը մեր այն է, որ տեսագրությունները իրականության հետ գոյություն չունեն։ Որը հաստատվեց այս փորձակնություններով, հիմա գիտեք, չեմ պատրաստվում ես փոխարեն հարցերին պատասխան։ Ինչու չեն ճանաչել։ Իրենք գիտեն։ Պարոն Բաբյան, մենք ամենուր խոսում ենք տեսանյութի կեղծ լինելու մասին, բայց ում է պետք է տեսանյութի կեղծելը, ու սա պրոցեսը հենց եկեղեցու դեմ ուղղված, թե պրոցեսը Արշակ Սրբազանի դեմ ուղղված։ Կոնկրետ անձանց չգիտեմ, բայց գիտեմ, տրամաբանում եմ, որ պետք էր սա այն անձանց, ովքեր դրա մասին ամենաշատն են խոսել, մինչև տեսագրությունների, այդ տեսագրությունների ստեղծումն ու հրապարակումը այդպիսի ակնարկներ էին անում,
եւ հիմա էլ տարբեր հեռուստաընկերություններում հարցազրույցներ են տալիս, պնդելով թե դա իրականություն է, թե այդ տեսագրությունները իրականություն է եւ խոսում են Բելգիայի կեղծ փորձաքննության մասին։ Ես այնքան կոնկրետ ասեցի այդ մարդկանց մասին, սրանից ավելի կոնկրետ կյանուններ են տայի կարծում եմ իմաստ չկա։ Այսինքն դες սա պետք է այդ բարենորոգման, այսպես ասած, օրակարգը առաջ մղելու եւ զարգացնելու։ Չեմ կարծում, սա չգիտեմ, գուցե եւ, բայց ես մի քիչ առաջ դրա նպատակներից որ խոսում էի, ասեցի, ցանկացած բան կարելի է ենթադրել մի քիչ այլ պայմանների դեպքում նույնիսկ խանդի տեսարաններ կարող են նկարագրել։ Պարոն Բաբայան, կհիշեցնեք, իսկ այդ գործը ո՞ր Որ տեսանյութերի։ Այդ նոր դրա մասին էինք խոսում, էլի անձի անձնական եւ ընտանեկան գաղտնիքի ռեժիմը խախտելու հոդվածով։ Թիվը չեմ հիշում հոդվածի իրականացնում։ Իսկ հնարավոր է նոր ծառայույթ նախաձեռնել, որովհետև Արշակ Սրբազանի բարի համբավ ու դեպքերից արատավորվեց։ Դե մենք դրա մասին էինք խոսել, այսքան ժամանակ էլ դրա մասին, որ այդ ուղղությամբ պիտի իրականացնեն։ Ընդ որում պետք չի նոր հոդվածով, ներողություն, պետք չի նոր հոդվածով վարույթ սկսել, բան։ Հենց այդ գործի շրջանակներում, այդ վարույթի շրջանակներում այդ ուղղությամբ պետք է նաև իրականացվի ակտիվ քննություն։ Բան բավարարին ցեկացի պատասխանել են, որ չեն կարող, որովհետև հաղորդումը եղել է անձնական կյանք, այսինքն Դանիել Յովհաննիսյանը այս հոդվածով էր հաղորդում ներկայացրել, հետևաբար այս ուղղությամբ էլ ջրում են, բայց այդքան չի կարող փոխվել։ Իսկ իհարկե կարող է, ես զարմանում եմ, եթե այդպես պատասխան են տվել, որովհետև Դանիել Յովհաննիսյանը օրինակ կարող է մի այլ դեպքով ենթադրենք գողության համար հաղորդում ներկայացնի, բայց պարզի կողոպուտ ա եղել կամ ենթադրենք, չգիտեմ, յուրացում ա եղել, ուրեմն պետք է չհարուցեն, չգիտեմ ինչ պատասխան են տվել, մասնագիտորեն անհասկանալի է։ Պարոն Բաբայան, իսկ դուք այս տեսանյութերի հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։ Վարույթը արդեն կա, մենք գտնում ենք, որ դրա շրջանակներում քննչական կոմիտեն պարտականություն ունի նաև քննելու այդ ուղղությունը։ Մենք չենք ասում այն ուղղությունը մի քննեք, թեև անիմաստ այդ ուղղությունը քննելը, բայց չենք կարող ուղղորդել կամ իրենց փոխարեն որոշել։ Բայց մենք պարտադիր ենք համարում նաև այդ ուղղությամբ քննությունը իրականացնելը, որը ես տեսնում եմ, որ չի իրականացվում, որովհետև փոխարենը այդ ուղղությամբ քննություն իրականացնել, իրենք այն հայտնի վերջի այդ հայտարարությունն են անում, որով ցույց են տալիս, որ այդ ուղղությամբ իրենք անգամ չեն էլ ուզում մտածել, մասնավորապես պնդելով, որ արդեն հաստատված է, որ նույն անձն է։ Եվ ստացալ կալանքի թեմային անդրադառնանք դեկտեմբերի 5-ից կանոնավորված այս ամբողջ ընթացքում ինչ գործողություններ են, այն ինչ հրապարակային է արվել, որ հասկանալի լինի, ինչի համար է Արշակ Սրբազանը այսօր ժամանակ ահետազրծվածի կարող է փոխել։ Ես հասկացա, կարող եմ ասել միայն Արշակ Սրբազանի մասնակցության գործերի մասին։ Եղել է մի հարցաքննություն թմրամիջոցի հետ կոնկրետ կապ չունեցող եւ կալանքի երկարացման ուրիշ ոչինչ չի եղել։ Մեր մասով, հա, Արշակ Սրբազանի մասով, թե այլ անձանց հարցաքննել են, ինչ են արել, դա չգիտեմ։ Ու գիտեմ չեմ ասի, իրավունք չունեմ։ Պարոն Բաբայան, այս տեսանյութի հրապարակումից հետո նաև միանալի թեզեր շրջանառվում, որ այս տեսանյութերը իբրև կաթողիկոսն է, ամենայն հայոց կաթողիկոսն է նկարել, կազմակերպել, նկարել, շրջանառել։ Հիմա այդ հարցին պատասխան գիտեմ ասել եք, թե գեղձ են տեսանյութերը, Բաղ գիտես ինչ ես հարցնում։ Կաթողիկոսի և Արշակ Սրբազանի հարաբերությունները ինչպիսին են։ Ես կարծում եմ դա տեսանելի է բոլորին։ Դա բոլորն են տեսել, որ ամենաամուր պաշտպաններից մեկը թե եկեղեցու եւ թե վեհապարը եղել է Արշակ Սրբազանը։ Եղել եւ շարունակվում է։ Այսինքն ինքը Արշակ Սրբազանը չունի կասկած, որ կարող է կաթողիկոսի նման բան անել։ Գիտեք, այդ անհետեթության մասին նույնիսկ չենք էլ քննարկել, որ ես իմ ասեմ ունի թե չունի կասկած։ Իսկ հնարավոր պատվեր վերջո ով է տարածել։ Քննչականից նույն ակնկալիքը է դա, որ պարզեն։ Ով է կեղծել եւ տարածել։ Եթե չէ, ուզում եմ եթե ավարտեցինք, բայց նկատեցինք, որ չեն կարող։ Բաբան մի ճշտում էլ էլի, դուք ասացիք, որ ուղարկել եք մայրաթով այդ փորձակնության արդյունքները։ Իսկ այս ընթացքում պատրաստվել եք կամ գուցե ուղարկել եք նաև Հայաստանում գործող միջազգային կառույցներին, որոնք այսպես պնդում են, որ հետևում են պրոցեսների եկեղեցու շուրջ իրականացվող, ամեն որպես մարդու իրավունքների խախտման, դրսևորում եւ այլն։ Միջազգային կառույցների, Եվրոպական միության գրասենյակ, գիտեմ, դեսպանություններ, որոնք ժողովրդավարության մասին Հայաստանի ինչ-որ պարբերաբար հայտարարություններ են անում։ Անկեղծ ասած, այս առումով, տեսագրությունների առումով, այս պահին դրա նպատակահարմարությունը չեմ կարողանում հասկանալ, բայց այս ամեն ինչը հրապարակային է, իրանք բնականաբար դա տեսնում են, արձանագրում են։
Չգիտեմ, չենք քննարկել նման բան եւ դրա նպատակարարությունը այս բանին հենց այն գործով, հա, տեսագրությունների գործով չեմ կարող տեսնել։ Եթե կա հարցներ, Եթե ես նիստի եմ, էլի չմոռանանք, որ արդեն